Հարգելի հետևորդներ, ինչպես նկատում եք, քաղաքացիների հոսքը եռաբլուր զինվորական պանթեոն բավականին ակտիվ է, այստեղ են ինչպես շարքային քաղաքացիներ, այնպես էլ բարձրաստիճան սպաներ, նախկին սպաներ, զինվորականներ եւ մարդիկ, որոնք իրենց ներդրումն են ունեցել հայկական պետականությունը պահպանելու գործընթացում։ Հարգելի հետևորդներ, փոքրիկ ծանոթագրություն 1991 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։ Նա նոր անկախ Հայաստանի առաջին պաշտպանության նախարարն էր առանց նախարարության։ 1992 թվականի այսօրը հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին որոշում, դրանով իսկ իրավականորեն ազդարարելով հայոց ազգային բանակի ստեղծումը, իսկ արդեն 1994 թվականի հունիսից վերջնականապես ընթացք ստացան բանակաշինության զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին եւ բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները։ Բանակի օրը որպես այդպիսին եւս մեկ առիթ ու հնարավորություն է կրկին հիշելու բոլոր այն հերոս ազատամարտիկներին, որոնց նվիրումի ու հաճախ նաեւ կյանքի գնով ստեղծվեց եւ կայացավ մեր բանակը։